Հռոմի պապ Լևոն 14-րդն այսօր կեսօրին ժամանել է Անկարա, սա նրա առաջին արտերկրի այցն է մայիսին կաթոլիկ եկեղեցու հովվապետի պաշտոնում ընտրվելուց հետո։ Հռոմի պապին Անկարայի իր նստավայրում արդեն իսկ ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Լևոն 14-րդն առաջիկա օրերին կհանդիպի նաև Թուրքիայի տարածքում գործող քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում Պոլսոհայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ։ Թուրքիայից Լևոն 14-րդը ուղևորվելու է Լիբանան։ Դոնի Ռոստովի դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ղրիմի կամրջի 2022 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթեցման մեջ մեղադրվող 8 անձանց, նրանց թվում են նաև Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը եւ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող հայ ազգի գործարարներ Գեորգի եւ Արտյոմ Ազատյանները։ Ռուսաստանի դատախազության պնդմամբ կամրջի վրա հարձակման ժամանակ օգտագործված պայթուցիկը Ռուսաստանի տարածք է մուտք գործել Հայաստանի քաղաքացի Թերջանյանին պատկանող բեռնատարով։ Հետագայում այն պահետրվել Ազատյան եղբայրներին պատկանող պահեստում։ Թերջանյանը, Ազատյանները եւ մյուս 5 ամբաստանյալն իրենց մեղքը չեն ընդունել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամներին վերազինման ծրագիր է առաջարկում։ Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է այսօր Բիշքեքում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում։ Առաջարկում եմ հավաքական ուժերին ռուսական ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով հագեցնելու լայնածավալ ծրագիր սկսել։ Սպառազինության այդ նմուշներն իրենց արդյունավետությունն ապացուցել են իրական ռազմական գործողությունների ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Qui auront exprimé leur volontariat lors de la journée défense et citoyenneté. Ֆրանսիան վերականգնում է զինվորական ծառայությունն առայժմ միայն կամավորության սկզբունքով։ Այսօր զինված ուժերի 27-րդ լեռնահրաձգային բրիգադ կատարած այցի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ֆրանսիան չի կարող գրավորական կեցվածք դրսևորել։ Նախագահ Մակրոնի խոսքով բանակի շարքերը համալրել կարողանան 18 եւ 19 տարեկանը լրացած Ֆրանսիայի քաղաքացիները։ Կամավոր ժամկետային ծառայությունը կտևի 10 ամիս եւ դրանում ընդգրկվածները կվարձատրվեն։ Սպիտակ տան մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով չորեքշաբթի երեկոյան վիրավորվել են ազգային գվարդիայի 2 զինծառայողներ։ Ծագած փոխհրաձգության ընթացքում հարձակման հեղինակը եւս վիրավորվել է։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ հարձակումն իրականացրել է Աֆղանստանի քաղաքացի 29-ամյա Ռահմատուլլա Լականվարը, որը Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել 2021 թվականին թալիբների Քաբուլը գրավելուց հետո։ Միջադեպի պահին նախագահ Թրամփը Սպիտակ տանը չի եղել։ Հարձակումից անմիջապես հետո Միացյալ Նահանգների քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ սառեցնում է Աֆղանստանի քաղաքացիների ԱՄՆ-ում կեցության իրավունք եւ ամերիկյան քաղաքացիություն ստանալու բոլոր դիմումների քննությունը։